Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ ենք, դուք ինչպե՞ս եք։ Մենք լավն ենք, մերսի շատ։ Մենք հայքել ենք մեր մոլորակներով Մայկան։ Ահա, դե անին քո ոնց որ inner self-ի հետ match ա լինում ինքը, ոնց Ահա, հասկանում եմ։ չես գումաս ոնց է Այդ Reddit։ astrology բաներից ես միանգամից տանում եմ այդ կողմ սախ։ Զուտ մենք գտնվում ենք խավարումների միջանցքում, ռետրո Մերկուրի, ռետրո Վեներա, Նեպտունը փոխում է նշանը, այսօր հիմա հենց այս պահին, 1:3, հենց այս պահին արևը ձկների նշանից մտավ խոյի նշան, իր էգզալտացիայի նշան, չեմ յանաս, поздравляю, բայց էսի astrology channel-ը չի, Բայց ինչի համար է այդ, ինչի մասին է որ մտնում է խոյերի նշան, դսի, տկների նշան։ ոնց որ դրա համար ման եկեք իմ Astro Channel-ը եւ նայեք իմ վիդեոները։ Իրականում Okay։ լավ է, որտեվ все будет двигаться с места, այն ինչը որ լրված էր, այն Ահա, ինչը որ մենք re-evaluate էինք անում, հիմա ահա, տեղից շարժվում է ու it's gonna ահա։ be better and different։ Okay։ Եթե ասում ես, ես Հա, քեզ եմ հավատում ավելի շատ։ խնդրում եմ հավատա ինձ եւ նախ եւ առաջ հավատա ինքդ քեզ ու քո փայի Դե, երթալությանը ու հաջողությանը, հետո նոր ինձ։ alright։ Ուզում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը իմ արվեստի գործերը։ Լսի, կարապա թե ֆլամինգո։ Ֆլամինգոյա, ես եմ Իմացա նկարել։ ռոզվի կարապա, ասի, լավ, ես մտածեցի ռոզվի կարապա, ասի, նու անից օքեյ ա, որ ինքը կարապը ռոզվի ներկեր, լրիվ օքեյ ա։ Մերսի, որ իմ մասին տենց կարծիք ունես, ալթեկի Նու տակ։ չէ, ուզեմ ասեմ, սեն ստանդարտից դուրս էլի։ Հա, լավ, բան չասի։ Ոնց ես, թաթ, ոնց է կյանքդ ընթանում, ինչ կա չկա, Լավ ա ընթանում ոբշի, հա։ բայց տենց էլի, մանր մունր խորթուբորտ, Ա, մի քիչ բարդ է խորթուբորտ, իրականում, բաժակը չեմ մոռացել, թաթ ջան։ դա այդ բաժակը անպայման։ Ահա։ Ես արդեն հիշել եմ, որ ես գնամ Հայաստան, ան ինձ Երկու մի հատը բաժակ քննա։ երկու հատնա, հիմա մի հատ էտաս ինձ երիքա, Երկու որ հատ, երկու մի հատ հատ կար, քեզ, մի հատ քեզ, մի հատն է, որ ջարդես ունենաս զապաս։ նայե, Տենցն եմ ես։ օքեյ, Հատ, լավ։ այսօր գիտես ինչ թեմաներ էի մտածում շոշափեինք, դու ինչ որ բաներ մտածել ես շոշափելու։ Ես լրիվ եմ, որ ասում եմ հույսս դրելի քովրա այս Լավ է, անգամ։ որտեվ ես երկու թեմա ունեի շոշափելու։ Ահա, Ուրեմն առաջի թեման, որ առաջարկում եմ շոշափել, այն է, որ այսօրվա ինֆլուենսեր բլոգերների միլիոնատեր դառնալու ու այդ կենցաղավարությունը ֆենսի շմենսի գովազդելու ֆոնին ինձ թվում է, որ փոխվում են մեր վերաբերմունքները ֆինանսներին, փողին, փող աշխատելուն, ը, փողի արժեքին, հա, ուզում եմ առաջարկեմ այդ մասին խոսենք եւ ուզում եմ առաջարկեմ խոսենք հայատար գրելու, հայերեն խոսելու, գրելու մասին։ Էլի ոնց որ ահա, սոցիալական մեդիա եմ գնում, ժողովուրդ disclaimer, մենք անգլերենի դասատուներ ենք ու մեզ կարելի է մեկ-մեկ անգլերեն բառեր օգտագործել, որտեվ մենք օրվա մեջ ավելի շատ անգլերեն ենք խոսում, քան հայերեն, ավելի շատ անգլերեն ենք կարդում ու լսում, քան արդեն հայերեն։ քան հայերեն։ Հա, դրա համար որ մեկ-մեկ disclaimer, disclaimer-ը ո՞րն է հայերեն, չեմ էլ իմանում ո՞րն է։ Մի Ես խոսք։ քեզ չեմ թարգմանի դիսկը։ Ես գիտեմ Ես լավ որն է, բայց երբեք չեմ ես թարգմանի դա։ չեմ, ես գիտեմ, հա, ես գիտեմ ո՞րն է, բայց չեմ կարող։ Ինչ ասիր այս թեմաներից, դուրդ գալիս են։ Ես լրիվ իմ սրտով են այս թեմաները։ Քո Ինձ ասում սրտի ասելիքը շատ կա։ Դավայ Այո, սկսենք հայատար գրելուց։ Օրինակ, այստեղ իմ ու քո տեսակետը տարբեր է, քանզի դու այս պահին սփյուռքահայ ես, օքեյ։ more or less, համենայն դեպս միջև իմ իմանալով միջև հիմա Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հետ նույն երկիրը չի ու ոնց է քո Դեռ, տեսակետը դեռ դեռ։ please արի sense կատակներ չանեն գլխներիս կգա հետո կափսոսանք Դա պրոստը ուղղակի մեր այս վերջին փոփոխությունները, որ մեր վարչապետը ուզում է արած լինի սահմանադրության մեջ, այն ռուսը, այն հայերը, որոնք Վիդեոտ այն պետք հայերը, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, իրենք չեն համարվելու հայ։ հմ լավ չի Զուտ եմ որ։ բայց դու հայ ես իմ համար որտեղ էլ ապրես օրինակ քո դու ձգտում ես հայատառ գրել հայերեն խոսել ոնց է այդ քո մոտ դրած ես հա Ես ձգտում եմ, չնայած շատ ժամանակ լինում է, որ ես տրանսլիտով եմ գրում,
Ես դա ընդունում եմ, Ահա, բայց կարելի ասել 80%-ը ես գրում եմ հայատար։ Ամենայն դեպս փորձում եմ գրել հայատար։ ահա, Ու ինչ վերաբերում է իմ սոցցանցերին, փոստերին, գրառումներին, սթորիներին, նույնպես փորձում եմ պահպանել հայատառը։ Եթե հայերենն է գրում եմ հայերեն, եթե անգլերենն է, անգամ մի անգլերեն բառը հայերեն նախադասության մեջ ես գրեմ անգլերեն։ Ա, Չնայած ընկերներից հետ շատ ժամանակ տրանսլիտով եմ գրում նո ավելի շատ հական, քան չէ։ Ու պիտի ասեմ, որ ը, իմ ընկերներն են բոլորը հայերեն են գրում ինձ, բացի մի քանի հոգուց։ Ես ձգտում եմ դրան։ հա, ես իմ մոտ էլ է այդ շատ խիստ դրած, օրինակի դե էս մի ալիքում մենք մեկնաբանությունները մեկ-մեկ անգլերեն են, մենք ոնց գրածա տենց պատասխանում ենք տարբեր լեզուներով, բայց իմ օրինակ աստրոլոգիայի ալիքում, երբ որ անգլերենով ու լատինատար, հա, տրանսլիտով են գրում, ես շատ հաճախ չեմ արձագանքում, կամ Ահա, խնդրում եմ հայերեն տառերով գրեք, ես ձեզ անպայման կպատասխանեմ, իմ համար այդ կարևոր է, որովհետև ոչ թե որովհետև ես ասպիրանտուրայի տարիներին 5000 ավել կրթաթոշակ եմ ստացել ամեն ամիս, որովհետև հայագիտությամբ եմ ուսումնասիրությունն արել, կստացի գիտեր սենց ինֆո։ Այլ պրոստը ես չէ, մտածում եմ, որ գնալով, քանի որ մեր բառահումքը գնալով ավելի դառնում է ամերիկյան գլոբալիզացիայի շողքը, մեզ բոլորի ստիպում է մոռանալ հայերենը ու հայերեն տառերը, որ գրում են շնորհակալություն դեզ, գրում եմ դեզել, չգիտեմ, այդ իմ վրա ազդում է, OCD-ից ցավում է, եթե ես անգլերեն մի բառ եմ ասում, ես դա անգլերեն եմ գրում, օրինակ OCD-ին, բայց կարող եմ մոտ ընկերուս հետ գրելիս գրեմ OCD-ից ցավում է հայերենով զուտ ծիծաղալու համար, որպես կատակ։ Իմ մոտ այդ շատ կարևոր է, ես կարծում եմ, որ հատկապես բլոգերները, ովքեր որ արդեն կամաց ստանում են մյուս թեմային, ովքեր որ ունեն մեծ լսարան, իրանք պետքա հայերեն գրեն ու պետքա իրանք իմանան էլի, որ առավոտը վ ոտը ա գրվում, որ հա, են չէ, լրիվ, ձև էյով ա գրվում բլոգերները։ Ու մի հատ ռիմարկ այլ անեմ, փոքրիկ արդեն ոդքասթի ժամանակ ասել եմ, որ իմ պարտնյորի հետ ես ծանոթացել եմ ինտերնետով ու թադ եթե ինքը հայերեն տառերով ողջույնը չգրեր ջ տառով, ես 99%-ով չէի պատասխանելու իրան։ То есть это л է։ ուշադրություն թող դարձնեն այս պահին թող ուշադրություն դարձնեն մի քանի մարդիկ, ովքեր մեզ նայելու են, որ Եթե աղջիկների համար այդ կարևոր կարևոր է, երբ որ տղան իրանց գրում է նորմալ, adekvat, նու adekvat-ը մի կողմ գրում է հայատար ու տարական սխալներ թույլ չի տալիս։ Այն մարդը, գիտես, իմ մոտ էլ է այդպես։ Ես չեմ խոսում այստեղ, որ գրում են կամ չեն գրում, այլ արի պարզ օրինակ բերեմ, այն մարդիկ, ովքեր գրում են, հարցնում են դասերի գինը կամ ինչ որ հարցեր ունենում լեզվի հետ կապված։ Եթե ես տերեմ եմ, որ խայտարակ վիճակ է, ինքը կներեք ինձ, ցույց է, որ ես չեմ իդենտիֆիկատոր բացում։ է, ամեն դեպքում ցուցիչ է։ Միանշանակ։ Այդ մարդու степень образованности։ Կրթվածության աստիճանն է, կրթական Ահա, մակարդակն է, հա, շատ մակարդակն է ցույց համաձայն եմ։ տալիս, ինչը շատ կարևոր է հիմա իմ Շատ համար։ շատ համաձայն եմ քեզ հետ։ Իմ համար այդ կարևոր է։ Ու որ տեսնում եմ բլոգերները անգրագիտություն են տարածում, ու նայում եմ Down-ի 20,000 view կամ հիմա կասեք view չի, 20,000 դիտում կամ բան, իրոք վատ եմ զգում, որովհետև չգիտեմ, ինձ ու քեզ նայում է 100 հոգի, մենք էլի ձգտում ենք, տես այսօր մեր 11-րդ էպիզոդն է, մենք ձգտում ենք համենայն դեպս սիրուն խոսել։ Մгм. Չգիտեմ, այդ կարևոր է։ Ու այն բառերը, որ ես չգիտեմ, ես միշտ ասում ռուսերեն կամ անգլերեն անին Ես թարգմանում եմ։ չգիտեմ, մեկ-մեկ ես չեմ անում։ Ինչ է կարծում, եթե ես վիդեոն հավաքի, Հմ, եթե ես վիդեոն հավաքի 500 լայք, Օ, like, view չէ, like։ view չէ, հենց լայք, բարի, Շատ պիտի դնես ամբիցիոզ է։ պիտի դնես մեծ նպատակներ, եթե սենց Հասկաց։ բանի ա գնում։ Եթե ես վիդեոն հավաքի 500 լայք, Մեծ մեր նպատակների էպիզոդը, մասին, այո։ մեր հաջորդ էպիզոդը Հմ, մենք կանենք։ Անգլերենով։ Ну, չեմ ասում։ Անի, խի ես դիտում դու տանես սաղ անգլերենի կողմ, ես անգլերեն, aber ասում են անգլերենով մի բան անենք, ասում եմ չէ։ Ու հարցը այստեղ ինչի որ ես չեմ կարա տանեմ խոսակցություն անգլերենով, բայց դրանից դզրանց է։ Multitasking-ի աստվածն ես։ Բա ինչ անենք մյուս էպիզոդը կներես ընդհատեցի։ Ես նկատի ունեմ, եթե հանկարծ այս էպիզոդը հավաքի 500 դիտում, 500 լայք, չեմ ասում դիտում ինչքան, 500 լայք։ Հաջորդ մեր էպիզոդը ձայնագրենք ժիվոյ։
Ու Տիպը դու գաս Երևան, թե ես գամ Ես, Սափի, Բաղդադ։ ես պլանավորում եմ ես կամ Հայաստան, դու ասում ես կամ ես բան։ Ես ուզում եմ ես կամ այս անգամ։ Cool։ Okay։ Բայց պիտի 500 լայք հավաքենք։ Ժողովուրդ, եթե ուզում եք, որ Թադը repat անի Հայաստան Հա։ եւ հայկական գենաֆոնդը վերագտնի իր համար կարևոր մարդու, դավայ։ Այո, 500 լայք։ Իսկ ինչի մասին ենք մենք խոսում։ Բլոգերների։ Բլոգերները ոնց դարձան հարուստ ու փոխեցին մեր վերաբերմունքը գումարին։ Նախ պիտի ասեմ, որ ես ոչինչ չունեմ այն բլոգերների հանդեպ, ովքեր կարողանում են գումար վաստակել օնլայն։ Вообще չենք Որովհետև նախատես, չենք մտածում, հա, որ չէ, այդպես ինքամ ինչի, կարում ենք, կարում ինչի է ենք։ իրանք գործ այդպես փող բերում իրանք եւ այլն, չէ, որովհետև ես քչից շատից թեթև գիտեմ ինչա կոնտենտ ստեղծելը, ես գիտեմ թե դրա համար զամավոճկա լինել ինչ բան է։ Ահա։ Ու երբ որ տենում ես տենց մեծ անուն բլոգերների, ովքեր կոնկրետնի են, որ մի հատ գովազդ են նկարում ու դու հասկանում ես թե behind the scenes ինչա տեղի ունեցել այդ գովազդը նկարելու ժամանակ, դու ասում ես լրիվ արդարացված է, ինչքան էլ փող տան, այս մարդուն քիչ է, երբ որ այդ մակարդակով ինչ որ բան ա լինում, իհարկե։ Ես չեմ խոսում Viva-ro ու կազինո գովազդողների մասին, ես խոսում եմ, գիտեմ, կոլայի հետ համագործակցող, օրինակ։ Ես Թող, խոսում բայց եմ, մի րոպե մի հատ շաքարով կտրեմ էլի, եւ որ okay, ես տեսա, որ Hayat Project-ը Pepsi համար երգա ցայնագրելու հա, վիդեո նկարել, ես դա չեմ նայել, բայց ես տեսա ու ես չեմ նայել։ խուր Իմ էի։ ասած կոլան լի ուրիշ մարդ էր։ Իմ ասած Pepsi-ն Hayat Project-ն է ու ես տխուր էի։ Ինչի՞։ Որտեւ Hayat Project-ը իր երկու երգը, չգիտեմ, միլիոններ արժի, ու Pepsi, like Pepsi, չնայած հիմա կասես, բա որ Britney Spears-ն ու Aguilera-ն Pepsi էին գովազդում լավ էր, բայց դու յուսիմ Hayat Project։ Լսի, Նախ ահա այդ ինչ կա Hayat դրա մեջ։ բարի հետ խնդրեմ ունեմ, որտեվ թուրքերեն է Hayat բարը։ Հա, OCD-ից բայց ինչ կա դրա մեջ, որ իրանք արել են Pepsi-ի գովազդ երկով։ Ինչ է դա, որ քեզ դուր չի գալիս։ Արի Սիրուն խոսենք փոքր դրա հետ։ շատ սենց բարձր, չգիտեմ, Pepsi-ն նենց կենցաղային բան է, Hayat Project-ը երգում է This is love, գտնեմ յարիս, դու իմ Մի Արցախ րոպե։ Դու Հայաստան։ ուրեմն սիրում ես Hayat Project։ Իրանք սիրում ես։ Հա, իրանց Ու այդ համար ինքը ինչ որ երգերը բարձր բայց արժեք է այս դաշի ներկայացնում։ տուշի տմբլիկները չեմ սիրում։ Բարձր արժեք ներկայացնող խումբ է ինքը քո համար։ Ну, ամենադեպս իրանք այնքան թանկ են, որ ես չեմ կարող ինձ թույլ տամ իմ ծնունդին իրանց հրավիրեմ։ Ու ախր թանկը, նայ մենք էլի գալիս ենք նրան, որ ԱՄՆ ինքն է իր գինը որոշում։ Բայց իմ համար իրենք ընդհանրապես ծնունդի կանչելու բան չեն։ Դե ես Ոչ, էլ ինչ կանչեի որ օրինակ համերգի այդ մասնակից դարձնելու բան են, նո քոններեն բոլոր նրանք ովքեր նայում են ու սիրում են իրանց, բայց Լսի, ես ես այդ 3 հատ երգ ունեն իրանք, որ 3 տարի Վալենտինի օրը ռիլիզ են արել։ Դրանք գիտես, This is Love, գտնեմ Յարիս, ես քեզի համար խելագարվիմ գ, դրանք շատ 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 եմ սիրում այդ 3 երգը։ օքեյ, բայց ընդհանուր իրանց խմբի պատկերը մեկա չի փոխվում իմ համար։ Հա, իրանք ի սկզբանե Հատկապես են հատկապես կներես, որ ընդհատվում են Լիանա Վանոյանի մասնակցությամբ են բաները, քեֆերը, որ ինքը գնում է ինչ որ սենց են մեծ իրա ոնց են ասում այդ ծիծիկ են կերպարյանը ինչ է։ ասում, մեծ ծիծիկներով ճոճա։ Հա, որ sense գնում են մոտ են, որ գնում են Լսի, քրինջ առաջացնում իրականում, են։ գիտես, ես խնդրեմ ունեմ Լիաննա Վանոյանի կերպարի հետ, իմ պատկերացումներում, որտեվ ես ոնց որ լիքը մարդ իրան շատ էի սիրում։ Ահա, Ու ոնց որ լիքը մարդ, ես հիմա իրան քիչ եմ սիրում, ու ինձ թվում է իրան մեկ է ես իրան ինչքան եմ սիրում, բայց ես ինքս ինձ եմ հետևում, ուզում եմ հասկանամ ինչ փոխվեց իմ մոտ, ես հասկացա ինչ փոխվեց, ինքը իր համովությունը կորցրեց իմ համար, իր այդ կոլորիտային կերպարը, նույն այդ ծիծիկներով ծոծ վիճակը, հա, ինձ թվում է, որ ինքը շատ լավ ներկայացնում է տիպիկ միջին վիճակագրական առուս Կավկազին, ով որ ինչքան ավելի էլ մենք իր հանդեպ տարբեր զգացմունքներ ունենանք, թադ ես լիքը այդ կատեգորիայի կանանց եմ ճանաչում։ Հայ, լիքը։ Եվ Հայաստանում ապրող, եւ Հայաստանից դուրս, լիքը ավելի շատ են, քան ես կուզենայի, որ լինեին։ Ու մի տեսակ, չգիտեմ, նույն Լիաննա Վանոյանը, որ ինքը մենք բոլորս գիտենք ինքը ում աշակերտն ա եղել, Սոսի ում աշակերտ, աշակերտն էլ է։ Տոս Սարգսյանի։ Okay։ Ու ինքը
Շատ բան է Սոս Սարգսյան, Ջանի Բեկյանի հետ եմ մի խոսքով։ Սոս Ջանիբեկյանի հետ ես։ Ջահելի չէ, մեծի, պապայի։ Մեծը մահացավ Հա, շուտ։ գիտեմ, բայց իր խմբից է եղել։ Կամ կարող է ֆոտոն ժողովուրդ մի հատ կգրեք, որ դերասանի ստուդիայում է ինքը սովոր է թատերականում։ Ինքը լավ շկոլա է անցել այդ աղջիկը։ Ու ես ափսոսում եմ, որ տենց շկոլա անցած տենց աղջիկները լավ ու տղաները ոչ թե ներկայացումներ են գնում, ներկայացումներում են։ Ես շատ-շատ եմ գնում թատրոն, ես հեսա կխոսեմ այդ մասին է, եթե հարմար լինի ու դու դեմ չլնես, բայց ես ափսոսում եմ, որ ինքը շատ պետք է մեզ այդ կերպարները, հա, այդ ինքը որ տաքսի այդ հեռախոսավարուհի եւ այլն, դրանք մեզ շատ պետք են այդ կեր։ Ես շատ սիրում եմ իր այսպիսի սեր եմ ուզում շարքը, շատ խնդալու է իրականում, բայց չգիտեմ, ինձ թվում է, որ հայ բեմը կորցնում է, լրիվ լուրջ եմ ասում, հայ բեմը կորցնում է։ Ինքը լավ դերասանուհի կներ դրամատիկ բեմում։ Ուր գնացինք, Ես հայ իրան պրոջեկտից Pepsi-ից էինք խոսում ու միլիոններից։ Հետ եկա, հետ ես եկա։ իրան ես իրան արդեն մի 3-4 ամիս կլինի բլոկ, ինչ 3-5 ամիս կլինի որ բլոկ եմ արել։ Ես էլ չեմ հետևում։ Դամար չսիրել է, ես իրան բլոկ եմ արել, որ ինքի մոտ ընդհանրապես չբերի, որովհետև իրա մի պահ կար իր վիդեոները այնքան անհամ էին իմ համար, այնքան սենց շաբլոն վրա ասում են, շաբլոն, կրկնվող, որ ասում են աստված կլինի, ես էլ չտնամ այս աղջկան իմ բանում, for you աժնում։ Հմ։ Բոլոր հարթակներում բլոկ եմ արել, թող ինձ ների ինքը, բայց Լսի, ոնց հա, ասած ես ինձ եմ իսկ օրինակ հետևում։ նույն ինքը, նույն Լիանա Վանոյանը, նույն Էլենչի բլոգը, նույն Bytes-ը, դե Bytes-ը այդքան չէ, հեսա կխոսենք քո այդ համագործակցությունների մասին էլ որպես բլոգեր, իրանք ֆինանսական համագործակցություններ են ունենում ու գովազդում են ապրանք ու իրանք գովազդը շատ գումար արժի։ Ու փաստացի մի 2 րոպեում վաստակում են այնքան փող, ինչքան որ վաստակում են բուժքույրերը եւ մինիմալ գներն եմ ասում եւ դպրոցի ուսուցչուհիները 30 տարվա մանկավարժները մի ամսում դպրոցում աշխատելով։ Ուզում հասկանամ ուր է քո պատկերացմամբ ստեղ արդարության եզրը ու արդյոք այդ օքեյ է։ Բայց ինչի մենք այս ամեն ինչի մեջ մանկալ ստարթարության եզրը կասես ինձ։ Չկա Այդ արդար նույնը ոնց որ ասես բժիշկը ընդունում է 40 րոպե, մի ժամ, ու ստանում է, չգիտեմ, ինչքան է ստանում նորմալ բժիշկը միջինում Երևանում։ 20,000 դրամ։ 20,000 դրամ, չէ՞։ Ու նույնն է, որ ես ասեմ, ես էլ մի ժամ դաս եմ անում, ստանում եմ 6,000։ Ես ման չեմ գալիս այստեղ ոչ մի արդարության ինչ որ բան, որովհետև դա բժիշկ է, դա ես էլ ուսուցիչ եմ։ Как бы պրիորիտետներով որ նայես, բժիշկը ավելի սենց Ջան, բայց մի ժամ ու տարբերությունը ասենք 2-3 անգամ ավել գումար է, բայց ոչ 5 րոպե ու մի ամիս։ Ինձի, բայց հասկանում ես ընդհանուր պիտի նայենք այդ բլոգերի, ոչ թե Գումարը դու չի պիտի արժեր նայեք, զրկվել, մեր չի աշխատավարձը։ արժե զրկվել, չէ, չի արժե զրկվել, լրիվ օքեյ, գիտես ինչի, որտեվ արի նայենք բլոգերին որպես ոչ թե մենակ այդ մի գովազդի համար, այլ ընդհանուր։ Ինչքան ռեսուրս է գնալու, որ այդ գովազդ տվող մարդին չոր օգուտ ստանա այդ բլոգերից, հա։ Չգիտեմ, վերցնենք X բլոգերին, ով գովազդել է ինչ որ չգիտեմ, Pepsi կամ Cola։ Մгм. Ինքը այդ գովազդը անում է ոչ թե մենակ այդ մի անգամվա համար, արեց բրծա, չէ։ Այդ գովազդը էջում մնում է։ Ու դու Մгм. պատկերացրու այդ բլոգերը իր կարիերայի ընթացքում ինչքան նոր հետևորդ է բերում ու ինչքան է այդ վիդեոն նայվում, 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 նայվում։ Դու փաստացի ոչ թե վճարում ես այդ մի անգամվա համար, այլ դու վճարում ես քո ասած 2 րոպեում վաստակած գումարը, ոնց որ չգիտեմ, անընդհատ վճարելու համար գնում եմ։ Ну վճարես ու անընդհատ նայում են իրան, հասկանում ես ինչ Չի եմ լավ, ասում։ օքեյ, ես դա լավ չեմ պատկերացնում, բայց հիմա որ ասում ես, Okay։ հասկացա, որ հա, օքեյ, ես մի քիչ նեղ եմ նայում։ Իսկ որ բլոգերները, ինֆլուենսերները վաստակում են գումար, դառնում են միլիոնատեր, այդ ինչքանով է արդարություն չենք ման գալիս, փաստորեն։ Լրիվ օքեյ է։ Լրիվ օքեյ է։ Ես քեզ ասեմ, այն բլոգերներն են հաջողակ, ովքեր թափանցիկ են։ Եթե դու թափանցիկ ես, դու դու շատ բան դնում ես հանրության առաջ, ճիշտ է։ Մгм. Նույն ասենք, չգիտեմ, այնտեղ Հայկ Մկրտչյանն է, հա, ես բաց ասեմ։ Դա Իր իրան շատ ընտանեկան եմ բլոգի, սիրում ես։ իր ընտանեկան վլոգները դու տեսած կլինես YouTube-ում։ Տեսած կամ ինձ դուր չի գալիս ոնց են իրանք իր պապայի հետ երբեմն խոսում, ինչ որ բառեր կան,
Բառեր կան, որոնք որ ես որպես 95 հատ հոգեբանական գիր կարդացած մարդ հասկանում եմ տակի ենթատեքստը, շատ չենք խորանա հիմա Հայկի ու իր պապայի հարաբերյալ, ինչ որ բաներ կա, որ իմ համար red flag-եր են, ես գիտեմ, որ ինքը role model է, ինքը լիքը բան է անում, ինքը World Vision-ում է աշխատել, լիքը բան է անում երեխեքի համար, ինքը հետ չի բարձրաձայնում, շատ լավ տղա է, բան չեմ ասում, բայց ես որպես ծնողապաշտ մարդ ներվայնանում եմ, որ լիքը մարդ իրան նայում է, իրան օրինակացնում, ինքը կաղա պապային ինչ որ մի բան ասի, տիպը չեմ հիշում հիմա վիդեոն, բայց շա մի բան ասեցին, կարող է դաժե ինքը չէր, բայց իր տեղադրած վիդեոյի մեջ էր, որ ջեր հա քո գլխի պես տափակ, ինչ որ այսպես մի հատ բան եմ լսել մի անգամ, որ իմ համար Դե այսքան երևի թե երևի թե հենց այդ նման կասյակների համար ասենք, կասյակ այդ իր կասյակների պատճառով ես երևի իրան նայել չեմ հետևում, որտեղ ժամանակ առ ժամանակ ես իրան follow unfollow անում, հետո ասի վերջ թադ։ Դու էլ երբեք հետ չես գնա այդ տղու էջ, որովհետև բացի նրանից, որ ինքը խելացի է, կրթված է, 21 թե 20 տարեկանում ինքը միլիոնատեր է եղել իր խաղերի շնորհիվ, իր հարցազրույցները ես նայել եմ, բացի այդ ամեն ինչից իմ համար շատ կարևոր է ամեն ինչի մեջ համոհոտ պահելը։ Եթե դու անհամ ես դառնում, այդ միշտ չի որ մարդկանց դուր է գալիս։ Դու կարծում ես, որ ինքը անհամ է դառել։ Ինքը անհամություններ շատ անում։ Իմ համար այդ անընդունելի է, իր այդ երբեմն ստորիներում չափից շատ բաց խոսելը։ Տես էլի մենք խոսում ենք թափանցիկության մասին։ Ինքը թափանցիկ է, ես չավարտեցի իմ խոսքը։ Իր վլոգները ծնողների հետ ընտանեկան այնքան բաց են, այնքան թափանցիկ են, որ ինձ թվում է այդ ամեն ինչի դիմաց իրանք վարձատրվեն, как бы արդար է, որ իրանք վարձատրվում են այդքան։ Որտեղ իրանք հանրության առաջ են դնում իրանք ներքին կուխնյան, լրիվ։ Բան չկա, որ իրանք չտեղադրեն։ Հա, չկարող է ինչ-որ նեղանձնական բաներ կան, որ չեն տեղադրում, բայց լրիվ օքեյ է, երբ որ վարձատրվում են։ Եթե մենք խոսենք արդարության մասին ու անարդարության մասին, արդար չի, երբ որ ինչ-որ մեկը անկապ բլոգերի գործունեություն է ծավալում, հա, ինքը կամերայի դիմաց զուտ ուտում է, զուտ անկապ, չգիտեմ, որ ոչինչ չտվող բլոգ է, բայց մարդիկ այնքան են նայում այդ մարդուն, բայց դու հասկացար ես ում հետ եմ։ Ենթադրում եմ ում հետ ես։ Okay, ենթադրի, բան մի ասեմ։ Լսի, հայ բլոգեր է։ Yes, Դբայցը զուտ մենակ չի ուտում, չէ, դբայցը ես դբայցին սիրում եմ, եթե իրար։ No, ես իր մասին չեմ խոսում, բայց չեմ Որտեվ անում նշի, դբայցը որտեվ ինքը շատ նորմալ կարծիք է հայտնում ու ես համաձայն եմ իր չէ, կարծիքների մեծամասնությամբ։ ես դրա մասին չեմ խոսում, ես Հա, խոսում օքեյ, եմ ուրիշ մի չգիտեմ ով է անձնավոր, պրոստը ուտում։ ես չեմ ուզում նշեմ իրան, ես չեմ ուզում նշեմ, Մի հատ որտեվ ինձ ես ուզում գրես եմ, թաքուն տենամ ես գիտեմ թե չէ, գրի ես խոսք եմ տալիս ցույց չեմ տա։ Լսի, okay, հա, ես չեմ ուզում խոսեմ իր մասին, կասեմ ինչի, որտեվ ուզում եմ հիմա մի քանի բան ասեմ։ հատ կներեք մենք բամբասենք ուղիղ դե հա։ Այդ вообще, այս մարդը вообще, oh my Լսի, god, խայտարակ, oh my խայտարակ god, ինչ-որ բան է, oh my ստորիները, god, լսի, քան մարդկա գրեհիկ, այդքան ասա, ասա, մարդ այդքան չտես չի լինի, մարդ այդքան անտակտ չի լինի, անտաշություն չի ցույց տալ, ես ուղղակի չգիտեմ։ Գիտես այդ որ դեպքն է, երբ որ փողը գալիս է առանց վաստակելու ու իսկապես մարդը կրթություն չունի։ Կրթությունը դիպլոմը չի, մենք այդ մասին խոսել ենք։ Մարդը 100%։ խոսել չգիտի, նայում ես այդ մարդու վիդեոների, ինձ եմ խոսում, որ սերը անգամ չզգացվի։ Նայում ես այս մարդու վիդեոների մեջ ոնց է խոսում իր կողքի մարդկանց հետ, ինտոնացիան, դեմքը, չգիտեմ, այնքան գրեհիկ է, այնքան Ախր անպարտի։ մենակ այդ տնավարին չի որ պետք է ստորիներում տասը տնավարի։ No, ես նայ Իրանք պրոստը հայպ են բռնում, հայպ են բռնում։ միգուցե հիմա դու կամ մեր դիտողները ասեն, թաթ, դու իրականությունը տեսնում ես քո ակնոցներով, քո ֆիլտրներով ես անցկացնում։ Բայց ժողովուրդ, եկեք համաձայնվեք, որ եթե մի բան դու հանրային տեղադրում ես, նախ չմոռանաք որտեղ ենք մենք ապրում։ Երևի իրանք գիտեն իրանք որտեղ են ապրում ու այդ ամենի շուրջ հայպ են բռնում, դրա համար այտենց ակտիվ լավ հետևորդներ են վաստակում ու լավ գումարներ են վաստակում, ինչու ոչ, բայց շատ անտակտ է իր ամեն ինչը, շատ ես ուղղակի չեմ պատկերացնում, մենակ ուտելիքա, ինչ որ մարմնի մասեր է իրենց ստորիներում, ուտելիք ու մարմնի մաս։ Այ հենց այդ տեսակի բլոգերներին ես չեմ կարողանում Նայ, հետևել։ թաթ, Եթե ֆուդ ինքը բլոգերը հա կնես ասա։ նրա ավարտեմ կներես, եթե ինքը ֆուդ բլոգեր է,
ու ինքը ինչ որ բաղադրատոմսեր է տեղադրում, խոսում է ինչ որ ուտելիքների օգտակարության մասին, ինչ որ ռիվյուներ է թողում եւ այլն, օքեյ, ինքը օգտակար ինչ որ պոլզա է տալիս։ Բայց երբ որ դու զուտ առնում ես 60 հատ սուշին դնում ես դեմը, դու ուտում ես, ռնդում ես այդ պահին ու ոչինչ չես ասում, զուտ նշում ես այդ մարդկանց էջը, օքեյ, լավ, հետո չեմ հասկանում ես զուտ։ Չգիտեմ, ցավոք սրտի իրանք են հիմա մեծ փողեր աշխատում ու նոր սուշի տորյաները, որ բացվում են, ինձ ու քեզ չեն ուղարկում իրան սուշիները ուտենք, այլ իրան են ուղարկում ու իրանք երևի թե Թող հոստ չուղարկեն, թող չուղարկեն մեզ սուշի տորյաները։ Մեզ նայում եք դուք, չուղարկեք մեզ ոչ մի բան չենք ուզում մենք։ Հատկապես ինձ, դե որտեվ ես հետևորդներով ավելի շատ եմ, քան անում։ Հա, ես իմ 100 օգուն դժվար ինֆլուենս անեմ։ Հատա դու տենց ասում ես, բայց ես իրականում ինֆլուենսեր եմ, թաթ, որովհետև ես չունեմ 5000 հետևորդ, բայց ես ունեմ շրջապատ, ով որ ինձ հարցնում է, որտեղ ես դու գնում մանիկյուրի, որտեղ ես դու գնում դեմքի չիստկայի, որտեղ ինչ գիրք ես կարդում, որն է քո սիրած ռեստորանը, ու իմ սիրած ռեստորանը, որի անունը ես կարամ տամ, իրանք ինձ փող չեն տալի, այդ Ասադորն է, պաշտում եմ Ասադորից Ասադով։ սպասարկումը, որակը, ուտելիքը, ամեն ինչը ու ես Չեմ, դրեմ որ ինֆլուենսեր եմ, չմոռանամ։ որովհետև ինձ ով ուզում է հանդիպի, օրինակ իմ աշակերտները էկոնոմիկայի նախարարության գիտեն, որ իմ սիրած ռեստորանն Ասադորն է, երբ որ մենք մեր դասերն ավարտեցինք, ասեցին, վայ գնանք միտեղ իրար հետ նշենք, ասի դավայցի, ասեցի, ուր գնանք, իրանք ասեցին Ասադոր, то есть ինֆլուենսեր եմ ես, մենք 15 հոգով գնացինք, հետո այդ 15 հոգին ամեն անգամ կասեն, օ, անի սիրած ռեստորանն էր, մի բան գիտեր որ գրում էր։ Ինչ եմ ուզում ասեմ։ То есть իմ ասած այն է, որ նույն գեղեցկության սրահները, նույն կոսմետիկ պրոցեդուրաները, այս ոդքասթը նայում են իմ աշակերտներից շատ աղջիկներ ու կանայք, ովքեր որ իմ խորհրդով գնում են իմ կոսմետոլոգների մոտ, նույն պրոցեդուրաներն են անում, то есть ես փաստացի ինֆլուենսեր եմ, բայց ես դրա համար փող չեմ ուզում, ինձ ատկատ պետք չի, բայց ինչ եմ ուզում ասեմ, то есть կարող է ինչ որ բլոգերի, չեմ մնում անունն ասեի, ինչ որ բլոգերի վիդեոյի տակ սուշի ինչ որ մի բանի անունը լինկը լինի 100 հոգի կտցնի, բայց 100 հոգի կտցնի ու ոչ ոք չառնի, գնում չլինի։ Ու կարողա ես քեզնից հարցնեմ, ասեմ, թաթ, որ գամ օրինակ քո քաղաք որն է լավ թանգանոց կապուչինոյով կաֆե գնամ MacBook-ovս նստեմ, դու ասես ես գնամ նստեմ ու անընդհատ գնամ նստեմ։ Ուզում եմ ասեմ, ինֆլուենսեր понятие растяжимое։ Ну, հա, բայց մենք եթե խոսանք ինֆլուենսեր on-line տիրույթի մասին, իհարկե տարբեր է։ Կյանքում իհարկե դու կարան մարդիկ կարան քո կարծիքի վրա հենվեն ու դու կարաս իրենց խորհուրդ տաս ու իրենք գնան այդտեղ, բայց եթե խոսենք on-line տիրույթի մասին, դու ինչքանով ես ազդեցիկ։ Ես, հա, բան չասի, բայց ոնց ասեմ։ Այստեղ ոչ թե կրվեցնում ենք իմ ու բլոգերների ազդեցիկությունը, մի քիչ Հա, տարբեր է։ Ես իմ ազդեցիկության փող չեմ վաստակում, չնայած վաստակում եմ, եթե խորանանք, հենց էլ ազդեցիկությամբ եմ փող վաստակում։ Oh, it's so complicated. Let's dig it. Давай փորենք։ չեմ ուզում փորեմ իրականում այդ ամեն Ապա ինչի ես չնայած հիմա։ փորելու։ Եթե փորենք շատ երկար կստացվի ոզուտ։ Լավ, թադոնակ դու կուզես, որ մեր երեխաները Ահա։ մի օր ունենալու ենք երևի։ Դու կուզենաս, որ մեր երեխաները մեծանան ասել, մենք ուզում ենք ինֆլուենսեր դառնանք։ Կուզես։ Ես կուզենամ, որ այդ ինֆլուենսերի նախ ես միջև այդ հարցին պատասխանելը ասեմ, որ դեպքում կուզենամ, որ իրանք այդ ամեն ինչ անեն, եթե ինֆլուենսերի կարիերան դենի կոնկրետ ինչ որ մասնագիտություն, հա, կիրթ ինֆլուենսեր լինելու, արի սենց ասենք, չգիտեմ, ճիշտ ինֆլուենսեր լինելու, հա, առանց ինչ որ ավելորդությունների, առանց ինչ որ չափի անցնելու, առանց ինչ որ ցենզուրան անցնելու, եթե այդպես, հա, եթե զուտ պիտի հեռախոսը վերցնի աչու ձախ նկարի թե ով ինչ կերավ, ով ինչ ասեց, չէ։ Ու իրականում ես չեմ ուզի իրակ, որ իրանք բան լինեն, երեխեքը գնան այդ Բա ուղղությամբ։ դու ինֆլուենսեր ես, քիչ ես ուզի քո նման։ Դու Դու կարծում ես ես ինֆլուենսեր եմ, հա, ինչքանով եմ ես ինֆլուենսեր լավ էլի։ քեզ գումար են առաջարկում քո ալիքում ինչ որ բան գովազդելու համար։ Ինձ չէ, դու ինֆլուենսեր ես, ես չէ։ Հա, բայց ինֆլուենսերը մենակ գումարի դիմաց բան չի է ինքը։ Հմ։ Թադ, Ես նայ տարիներով ես ինչ որ էջեր եմ վարել ու մինչև հիմա Instagram-ը վարում եմ եւ այլն, բայց նես չի մոտ sense վեշտնի առաջարկներ են եղել էլի։ Ես վարել եմ զա կայֆ աուդիտորիա ունենալու համար, ես վարել եմ որ ինձ լսեն, ինձ դուր է գալիս այդ որ ինձ լսում են, հատկապես երբ որ ինչ որ բանի մասին ես գաղափար ունեմ, այդ անգլերենն է, ինձ լրիվ օքեյ որ իրանք լսում են, բայց
Եթե իհարկե դա վերածվում է ինչ-որ գովազդային առաջարկ, իրելի բանի, իհարկե ես ասում եմ կներեք, բայց ոնց որ դու հասկանում ես, որ դու այսքան տարի իզուր չես արել, որ մի հատ ինչ-որ լևի մեկը գա, ասի մեզ բան կանես, կգովազդես սթորիով կամ ալիքումդ զուտ։ Ինչի՞ ես պիտի դա անվճար անեմ։ Չէ՞ որ все-таки Անի, արի ընդունենք, որ все упирается в деньги. Все, Ահա, абсолютно все։ ընդունում եմ։ Դրա համար ես լրիվ օքեյ եմ, եթե Ես փողով են լրիվ անում հասկանում ինչ-որ եմ, հասկանում եմ։ Դու մի հատ բան ասեցիր, ասեցիր մի հատ ռեցեպտով համով բան չի սարքում, ուզեցա որ խոսենք ոչ թե առուս Կովկասից, այլ Լեռնուհուց, Հեղինեից, Լուսինից, այդ կանանցից հայ, նույն շախունց, չեմ հիշում կներեք։ բան։ Ես ասում ումից խոսենք իրանցից խնդրում եմ։ Դու հեղինին Ամերիկայի հեղինեի հետ ես։ Okay։ Քեզ Ես իրանց բոտոքս ա ցել եմ պետք դիտել։ անել։ Քեզ բոտոքս ա Ինչ։ պետք անել։ Բոտոքս։ Ինչի՞։ Որտեվ ես քո կարծիքը տեսա քո դեմքի վրա։ Նայ, ես իրան հետևում եմ դեռ հետևել եմ 17 թվից էսկոմ, երբ որ ես պարկում էի քնելու ու իմ օրը ավարտվում էր իրենց վլոգերով։ Ահա։ Երբ որ ես ազատ եմ անում իրենց վլոգներն ունեմ, չնայած իմ համար միշտ գիշերներ հանգիստ, որ ես կարա նայեի իրանց ու քնեի։ Անի իրանց մոտ կար համու հոտ։ Իսկ դուր Իրան էր իր գալի որ ամուսինն ա նկարում, երեխեքը շատ նյաշեր։ Okay, արի մեդալի երկու կողմը նայենք։ Դու Արի։ քանի որ երևի շատ բան չգիտես դրա համար։ Չէ, շատ ա, բան չի։ Նայ, ես առաջ էի սիրում այդ հեղինեին ու իր բլոգը։ Հիմա ես իրան մի վարքյան Տատ այնքան արտիստիկ ես դու, այնքան, չգիտեմ, դու պետք է անպայման արտիստ ես դու, արտիստ։ Մեռնում նայ, ես արտահայտ։ խոսում ենք հեղինեից, լավ։ Հա։ Ամ, Այնքան համու հոտով էր ինքը իմ համար, շատ համու հոտով էր։ Հետո որ ինքը փոխեց իր լսարանը, դա ռուսական աուդիտորիայի համար էր նկարում։ Տեսակ խոժանացավ։ Չէ, ինքը ոչ թե խուժանացավ, այլ բերեց դրեց ի ցույց բոլորի, որ ինքը ջարդած ռուսերենով է խոսում, չնայած որ ապրել է սա կյանքը Ամերիկա, օքեյ, բայց ինձ դուր չեկավ այդ ամեն ինչը, որտեվ մեջ որ դու իրան նայում ես ռեգուլյար ու տենում ես այդ խորթուբորթությունները, դու ասում ես աստված ինչքան կարելի է, էլի, սենց էպիզոդից էպիզոդ այդ խորթուբորթությունները ցույց տալ։ Ահա։ Այս իմ որպես լեզվի տեսանկյունից։ Ահա։ Հետո, երբ որ պատերազմը սկսվեց 20 թվին, ու ինքը շարունակում էր վլոգեր նկարել, ես չգիտեմ հիմա ինքը այնտեղ ինչ է արել, ինչպիսի նվիրատվություն է արել։ Ինչպես մի հաշվի համար կար, որ մենք փոխինք փոխանցում այդ հաշվի համարով 20 թվին։ Ես չգիտեմ ինքը ինչքան է փոխանցել, չեմ կարա ասեմ, բայց մարդիկ իրան քլնգեցին իր վլոգների համար, որ ինքը այդ ժամանակ նկարում էր։ Ահա։ Երբ որ իրան քլնգեցին, ինքը պատժեց այդ մարդկանց զուտ նրա համար, որովհետև ու պատժեց անցավ ռուսական ալիք։ Ու այդ դեռ պատժել չէր։ Հիմա կասեմ ես վերջերս եմ նկատել իր պատժելու բանը։ Երևի 4-5 տարի ինքը չտեղադրեց իր հայկական ալիքում ոչ մի բան։ Վերջերս իր հայկական ալիքում ինքը սկսել է տեղադրել զուտ վիդեոներ, որտեղ ինքը չի խոսում ընդհանրապես, այլ լալի նման կանգնում է, շատ կներեք իհարկե, խուլու համրի նման կանգնում է, ջղայնացած եմ զուտ կներեք։ Դրա Հա, համար եմ այդ sense իրա խոսում։ բոյկոտի ձևն է, հասկացա։ Հա, խուլու համրի նման ինքը sense կանգնում է, իր գործանում է, ոնց որ տափածի նման անի ու գնա։ Ահա։ Այդ չեմ հասկանում, ինքը աչքիցս ընկավ այդտեղ մի այլ կարգի, ինձ թվում է ինքը կարար հասկանալ այն մարդկանց, որ թողունքը զայրույթը, ովքեր Հայաստանում են, ու այն մարդիկ, ովքեր բարեկամներ էին կորցնում, այն մարդիկ, ովքեր որդիներ էին կորցնում, ու լրիվ արդարացված էր իրանց զայրույթը այդ ժամանակ, երբ որ ինքը նկարում գցում էր ու մարդկանց դուր չէր գալիս։ Ահա։ Ես չեմ հասկանում հիմա իր այդ պահվածքի այդ Դսի չէ, իրոք չի բոյկոտելու այդ ամեն ինչը ու չի դզում։ Ընդհանրապես ես իրենից հիասթափվեցի, որտեղ ես վերջերս չդիմացա, գիտեք, ես ակտիվ կոմենտ գրող եմ, եթե ես մի բան չհավանեմ, միանգամից գրում եմ կոմենտը։ Ահա։ Ես գրեցի հարգելի հեղին է, հետևում եմ այսքան սենց, մի խոսքով, ոչ как бы լավ ասaq, բայց սենց բաները սիրուն չի ու ընդհանրապես տեղին չի որ անում են, ահագին կոմենտեր հավաք այդ կոմենտս ու նաև լիքը հեղինեի պաշտպաններից են գրել, ուզում եմ ասեի ոչ ոք չի ուզում ասել լավ մի խոսքով։
Լսի, իրանք իրականում շատ կարևոր են, որտեվ ինչ արեց Հեղինեն, ես ուրիշ մարդ չեմ հիշում իրանից առաջ, որ պրոպագանդեր այդ ընտանեկան արժեքները, homemade ուտելիքը, Yes։ հայկական մոմենտները, ինքը շատ ավանդական բաների ռեցեպտներ մեզ պահեց, արթնացրեց, բան արեց։ Լսի, չգիտեմ, ես իրան ուզում եմ դրա համար կրեդիտ տամ, բայց Հա, ինքը միանշանակ այդ քո ուղղությամբ որ ասած ասել։ ամեն ինչի հետ համաձայն եմ։ Ահա։ Լրիվ կիսում եմ քո կարծիքը ու ինձ էլ այդ դրանք դուր չեն գալիս։ Իսկ օրինակ ես ֆուդբլոգերներ, ովքեր որ առողջ սնունդ են պրոպագանդում, պուպուշ բաներ, Ինստագրամում, չէ։ ո՞նց ես վերաբերվում իրանց։ Ես լրիվ նեյտրալ եմ, բայց նշի որ հետևում եմ ես իրանց։ Հմ, ոչ ոք չկա ում որ հետևում ես, ու մեզ հետևում, կասես մեզ։ Ոչ մեկի չեմ հետևում այդ իրանցից հետ զետա։ Okay։ Մաման է հետևում, մաման է ուղարկում, ես մեկ-մեկ հանդիպում եմ իմ ռիլերի բաժնում իրանց, բայց որ ասեմ, фанатею от того, что они умеют готовить и пропагандируют здоровую пищу или здоровую диету, нет. Что не 100%. фанатеешь? Не фанатею, потому что ну, ничего такого сверхъестественного там нет. Просто. Բայց իրանք motivational են, իրանք inspirational են։ Inspirational-ը բացի իրանք սարքում են, մեկ-երկու over սարքել է սիրում, սենց ասեմ քեզ։ Այն մարդիկ, ովքեր սիրում են սարքել ու խոհանոցում իրենց լավ են զգում, մեկ-երկու վիդեո են նկարում, գցում են ինտերնետ, ընկնում են ռեյք, ես նայում եմ այս ամեն ինչին, մի մարդ, ով այս ամեն ինչի մեջ կա, ով գիտի ոնց է աշխատում ալգորիթմը, ով գիտի ոնց է աշխատում вообще բլոգինգը ու ոնց սկսես այդ ամեն ինչը, մեկ, երկու, երեք վիդեո եթե դու գցես ու իրանք լավ ռեյք են գնել, մի քանի 100 հետևորդ կա, ու դու շարունակես դա անել, Հայաստանի բոլոր կանայք քեզ հետևելու են։ Երդվում եմ։ Չգիտեմ, Մենք առողջություն։ կարանք էքսպերիմենտ ապրես։ Մենք կարանք էքսպերիմենտ անենք ես ու դու, մի հատ քեզի ալիք բաց, դու մի հատ Instagram-ի էջ բացես, որտեղ դու կպատրաստես ընդամենը 3 հիանալի ուտեստ ու ազվոչկա կանես, զա կադրվի թե որը ինչից հետո պիտի խառնես։ Ես քեզ գարանտիա եմ տալի, եթե դրանք հավաքեն 10,000-ից ավել դիտում կամ 5,000, 7,000, չգիտեմ, այդ 3 վիդեոից դու հեչի պես մի 1000 հետևորդ կարաս հավաքես, եթե դու ամեն ինչ տեղը տեղին անես, լինի լավ լուսավորություն, լավ ազգուճկա, լավ կադր ու իհարկե խոսքը, как բան չեմ ասում, как бы, ու как бы ինչ որ յուրահատուկ բան սարքես, քո ձևը, քո մոտեցումը ցույց տաս, միանշանակ դու դե չգիտեմ, հավաքես։ Դե Լիքը պատի։ ժողովուրդ ջան, եթե ուզում եք ալիքներ բացեք, շփվեք Թադի հետ, ինքը ձեզ կօգնի։ Instagram-յան պրոֆայլներ կօգնի առաջ խաղացնել, չէ՞ Թադ։ Այո, ես անգամ մտածում եմ, գիտես, պրոդյուսերական ինչ-որ գործունեություն ծավալ է այն մարդկանց համար, ովքեր չգիտեն ինչից սկսեն, բայց ունեն այդ իրենց մեջ Շատ ջիրը լավ կա։ միտք է, շատ լավ միտք է։ Наставничество ասում են, է։ Մենթորություն։ Yes, որտեվ ես ամեն ինչ գիտեմ այդ ոլորտում է, սկսած նայ Facebook-ից սկսած Instagram-ով, Telegram-ով վերջացրած, YouTube-ներ էլ չասեմ, ես ճիշտ է ակտիվ չեմ, բայց գիտեմ ոնց է աշխատում։ Ես գիտեմ, եթե մարդ անի ինչ որ ես ասում եմ, հա, հետևի իմ խորհուրդներին, ինքը հաստատ they will succeed, հաստատ։ Հաջողության կհասնի։ Yes, Լսի, միանշանակ։ իսկ ինչ ես կարծում By the way, մենք դադարել ենք մեր ոդկասթների ժամանակ ինչ որ բառեր սովորացնել անգլերեն։ Ես միշտ Succeed, մտածում եի, succeed, you guys succeed in something. To չէ, by չէ, with չէ, չնայած with-ը կասկածում եմ, բայց in-ը հաստատ։ Succeed in something. Հաջողության հասնել ինչ որ բանի մեջ։ Լավ ջանիկ։ Լավ։ Լավ ջանիկ։ Ինչ ես ուզում ասեի, Թադ ուզում եմ ասեի, որ այն օրինակ հիմա SMM գովազդը, social media marketing-ը ահա որ կարևոր է։ Ես ինքս 2 օր առաջ գնացի ճամպրուկ մի րոպեում, որովհետև ինձ ճամպրուկ էր պետք, փոքրիկ, ես մտածեցի, այ մարդ, միջև գնամ խանութ, նայեմ, առնեմ, այս կոմենկոմ, մտա Instagram, գրեցի bag suitcase, 3 հատ edge բերեց, նայեցի ամենաշատ հետևող ունեցող edge-ը, գրեցի 3-ին էլ նույն տեքստը copy paste, ասեցի ով առաջինը պատասխանի, ով շնորհքին պատասխանի, այնտեղից էլ կառնեմ։ Եվ բառացիորեն 3 կլիկով առա իմ ուզած ճամպրուկը, իմ ուզած գույնի, իմ ուզած չափի, բերեցին մի ժամվա մեջ, դռան դեմը դրեցին։ Բայց չեն կարա դրանք այդ ճապրուկը մենք հիմա։
Կարակ, եթե ձեզ հետաքրքիր է։ Իհարկե հետաքրքիր է։ Unboxing։ Հա Unboxing։ դու չափից շատ ինֆլուենսեր ես, օքեյ։ Ինչ եմ ուզում ասեմ, ասեք ուզենա, Ուրա որ, ինձ տեղ, ուրա ինձ տենց բախտ, որ չափի շատ ինֆլուենսեր լինեմ, ասեք ժողովուրդ։ ուզենա, որ, մի րոպե, այս վերևինը չի, այս տակինն է, hang on, stay with me, էսա, ինչ լավն է, Լսի, ինձ էլ ասենց մի բան պետք։ էջ ուղարկեմ, Ուղարկի։ դա գովազդ չի իման կերտ կոցիկն է, դաշ չեմ Ուղարկի։ Դաժե էջի անունը չեմ հիշում, որտեվ անկապ գրեցի, վերեցին եւ գոհեմ։ Ասենք պուպուշիկ ճամպրուկ է։ Թանկարժեք էր ինքը, Ես ինչ ասիր։ թանկ էր։ Էդ է ուզում ասեի։ Նայ, ես էսի առել եմ մեր Ուրարտուից 5000 դրամով։ Ահա։ Էսի նույն ոճի բան է։ Էս նրան Հա։ տվել եմ 14000 դրամ։ Ու որակը կարևոր է։ Շոկովնա։ Էսի Okay, իսկ այդ արա։ ճամպրուկը դու մեր հետևորդներին բանանենք էլի մի հատ։ Իսկ այդ ճամպրուկը դու ինչի ես ձեռք բերել։ Դու պատրաստվում ես ինչ որտեղ ճամփորդել։ Հա, տոп տուրը տեղափել։ Այո, պատրաստվում եմ ճամփորդել։ Ապրես դու, որ Այո, պատրաստվում ես։ պատրաստվում եմ մոտ ապագայում մենակով գնալ կգամ ոդքասթում կպատմեմ ուր գնացի եւ ինչ Հա, արել։ լսի, իրոք։ Բայց լավ կլինի որ դու վլոգ նկարես մի հատ թույն։ Travel vlog։ Travel vlog ու քո աստրո ալիքի համար։ Լսի, ես իմ աստրալիքի համար, ես քանի որ իմ ճամփորդությունների ժամանակ անում եմ կոնկրետ բաներ աստրոլոգիայի տեսանկյունից, իմ էներգիաները պրակաչկա անելու համար, Ահա։ ես իմ աստրո ալիքին, օրինակ, երբ որ Դուբայում էի, գնացել էի հենց Ուրանի պրակաչկայի համար աստրո թանգարան մոլորակների, տենց Museum of the Future կոչվում է, տենց բաները դրել էի, Okay։ բայց հետո ջնջեցի։ Հա կգամ ճամփորդությունից կպատմեմ ձեզ, որտեղ է, ինչ էի անում, ում հետ էի ու ինչու։ Եվ ճամփրուկը ոնց հասկացաք փոքր է, որովհետև ես քծիբ եմ ու բագաժ չեմ առել, չէ վիզերով չեմ թռնելու, բայց մեկը բագաժ չեմ առել։ Հիմա ինչ եք կարծում, 14000-ը օքեյ չէր, այդ դեպքում, երբ որ ես մի րոպե չվատնեցի, բենզին չվատնեցի, չգնացի, պարկովկա խանութի դիմացը ման չեկա, բազար չարեցի, ես գիտեի կոնկրետ ինչ էի ուզում, վերցրեցի Լրիվ դուրս։ օքեյ է, եթե այդ ամեն ինչը քո համար շատ կարևոր է, քո համար Իմ համար այդ կարևոր ամեն ինչը ժամանակի տնտես։ կարևոր է, որ դու չանես, չվազվզես աչու ձախ ու կբերենք ես կհասնեն մի ժամ ընթացքում, լրիվ օքեյ է, Ինձ էլ է լրիվ տեսնում։ օքեյ է։ Հմ, Արդարացված է։ հասկաց։ Բա, էդ էլ է տենց, ջանիկ ջան։ Այդպիսի բաներ։ Լավ էլ խոսացի։ Հարգելի հետևորդներ, Էլի թեմա կա, թե այսօր այո, այսքան 40 փոխենք, թե ունես։ կարծում եմ այսօր այսքանը, որովհետև եթե մենք խոսենք, անընդհատ Հա, կխոսենք։ ժողովուրդ գրեք, էլի մեկնաբանություններում գրեք, նայում եք, գրեք, տեսեք, գրեք, տեսնենք ոնց եք վերաբերվում մեր ասածներին։ Ձեզ դուր է գալիս մեր կարծիքը, թե չէ, եթե դուր չի գալիս գրեք, մեզ հետաքրքիր է, որովհետև բազմակարծություն եւ ազատություն, չէ՞, թադ։ Հա, բայց գրեք էլի, ոչ թե զուտ նայեք ու բան մի գրեք։ Հա, մի ալարեք եւ դալարեք։ Որովհետև մարդ նայում է 100 դիտում, բայց մի հոգի է ընդամենը կոմենտ թողէ։ Հմ, Զուտ։ հմ, Կարելի է մեկ-մեկ այդ կոմենտը թողած, ժողովուրդ։ Լավ, ժողովուրդ, լավ, օքեյ, Okay։ դե լավ եղեք, Լավ եղեք, լավ մնացեք։ հաջորդ, Երեխին կպաչեք, միջև տեսնվենք։ պակա, մերսի, մինչ հաջորդ շաբաթ։